Տեսակ չէ ինչ համեղ տորթ է, տեսքը հրաշք է, համն էլ ես եմ ձեզ երաշխավորում, սիրելիներ ողջույն, ինչպես եք, այսօր շատ համեղ հետաքրքիր խմորեղեն ենք պատրաստելու, հիշում եք մենք միասին պատրաստել ենք 12 ճաշի գթալ տորթը, իտալական բիսկվիտ է, այսօր դրա նման ինչ-որ բան ենք պատրաստելու, բայց ձևավորված ավելի հետաքրքիր, որը իմ կողմից է ստեղծված ու մշակված, ուրեմն 3 հատ ձվին ավելացնելու ենք, ինչպես միշտ 12 ճաշի գթալ շաքարավազ, վերջ և հարելու ենք հարիչով, մի թեթև այսպես խառնեմ, որ ձումը շաքարավազը խառնվի, հետո նոր հարում ենք, մոտավորապես մի 5 րոպե հարեք, վերջ, այսքանը հարելուց հետո սիրելիներ ավելացնում ենք ձեթը, կամ յուղը, կամ կարագը, ուրեմն այս բաղադրատոմսի մեջ ես կօգտագործեմ յուղ, ռեդի յուղն եմ օգտագործելու սիրելիներ, տեսեք, գույնը համատեղը, Բելգիայի մարտադրված Հայաստանի համար բուսական է, այնպես որ ձեթի փոխարեն շատ հանգիստ կարող եք օգտագործել ռեդի յուղը սիրելիներ առանց հիդրոգենացված նյութերի, ովքեր որ բուսակեր են շատ հանգիստ կարող են օգտագործել։ Ես մի փոքրիկ միկրոալիքային վառարանում շատ թեթև հալեցրել եմ, որպեսզի 12 գթալը կարողանամ հասկանալ, շատ ավել բան չլցնեմ։ Դրա համար հիմա արագ-արագ 12 ճաշի գթալ ավելացնում ենք։ Ես ճիշտ է հաշվել էի արդեն ամանի մեջ պատրաստ, ուղղակի հատուկ ձեր համար այսպես 12 հատ անում եմ, որպեսզի դուք տեսնեք, թե ես որքան եմ օգտագործում ու շարունակում ենք խառնել։ Վերջ յուղը հարելուց հետո մեզ մնում է կաթը։ Սիրելիներ, կաթը թող լինի սենյակային ջերմաստիճանը։ Ես առնանց եմ անել, որտեղ մոռացել էի, որ պետք է կաթ օգտագործեմ, բայց դուք անպայման սառնարանից չհանեք, հանեք, նույնիսկ եթե գոլ վիճակում լինի, լավ կլինի։ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 և 12 իդեպ մոռացա նշեմ, որ ես ջեռոցի ինչպես տեսնում եք արդեն միացրել եմ, քանի որ այս խմորեղենը շատ արագ ստացվողներից է, խմորը շատ արագ է ստացվում, շատ շուտ միացրեք, որպեսզի լավ տաքանա, հարություն աստիճանում ենք թխելու, վերև ներքևը միացված, միջին հատվածում ենք թխելու, եթե առանց օդափոխիչ ստացվի, ձեր ջեռոցը հնարավորություն ունի անջատեք օդափոխիչը, ապա անջատեք։ Սա այսպես, հիմա մի փոքրիկ է սա ենք խառնում, մեզ մնում է ալյուրը, փխրեցուցիչը և կակաոն, այս բիսկվիտը կակաոյով ենք անելու։ Վերջ, կաթը ջրիկացնում է խմորը, մեզ դա ձեռք չի տալիս։ Ուրեմն, ալյուրը, քանի որ 12 ճաշի գթալ է սիրելիներ, օգտագործելու ենք 9 ճաշի գթալ, 3 ճաշի գթալը կակաո ենք ավելացնելու։ Ավելացնում ենք վանիլին, ուրեմն ավելացնում ենք փխրեցուցիչ 2 թեյի գթալ, կամ կարող եք օգտագործել 1 թեյի գթալ սոդա, ես փխրեցուցիչով եմ պատրաստում ու մաղով պարտադիր անց եմ կացնում փխրեցուցիչը նույնպես։ Երեք ճաշի գթալ կակաո, սա էլ եմ մաղով անցկացնում, լավ որակով կակաո օգտագործեք, ես ամեն բաղադրատոմսի մեջ դա նշում եմ, որ համեղ լինի ու լավ ստացվի։ Եվ մեզ մնում է ալյուրը։ Եվ 9 ճաշի գթալ ալյուր։ Շատ բլրակով մի արեք, որպեսզի շատ չստացվի։ Քանի հատ արեցի։
6, 7, 8, 9 ու մաղով անց ենք կացնում։ Հիմա շատ հանգիստ հարիչով հարում եք, հանգիստը հանգիստ չի լինելու, որովհետև խոհանոցս լավ կեղտոտվելու է, մի հատ էսպես կանեմ, հետո նոր հանգիստ կհարեմ։ Հիմա գթալով եզրերը կհավաքեմ, սա դենենք նետում, եզրերը հավաքում ենք, ուզում եմ, որ դուք տեսնեք թանձրությունը ինչպիսին է, սիրելիներ, ջեռոցս արդեն լավ տաքացել է, խմորս պատրաստ է, տարաս պատրաստ է 28 սանտիմետր և 30 սանտիմետր է, ճիշտ 28-30 ճիշտ եմ հիշում, ես միշտ այս տարայի մեջ եմ պատրաստում այս 12 գթալ բիսկվիտը։ Հիմա արդեն ալրապատել, կարակով, յուղով կամ ձեթով սիրուն այսպես դուք էլ ապահովության համար պարտադիր կամ էլ թուղթ դրեք, եթե ցանկանում եք։ Վերջ, ուղարկում ենք ջեռոց, սիրելիներ, մոտավորապես 35-40 րոպեում թխվելու է։ Սիրելիներ, բիսկվիտը պատրաստ է։ Ես ունեմ ինչ էին ասում, էլի մոռացա, գետնանուշի կարակ կամ կրեմ կարելի ասել, որը քաղցր չէ, ընդհանրապես քաղցր չէ, սա արդեն պատրաստի վիճակում է, դուք ինքներդ կարող եք պատրաստել գետնանուշի կարակ, յուղ, չգիտեմ ինչպես է կոչում, արդեն պատրաստի վիճակում եմ ձեր բերել, սիրելիներ, սա ոչ քաղցր տեսակն է, որ հենց գետնանուշը սիրուն բլենդերով անց են կացնում ու վերջ, սա շատ օգտակար բան է իմիջայլոց, նուտելայի բանի նման վնասակար բան չի ու քաղցր չի, դա որ քաղցր չի, այդ տեսեք հիմա ես սկսում եմ, քանի որ քաղցր չի, վրայից շաքարի փոշի եմ ցանելու, մի 3 ճաշի գթալ պետք է, այս տաք վիճակում էլ հեսա դե կտրելու ենք, ես շաքարի փոշի եմ անում, բայց ինքը հալվելու է, չի երևալ, ուղղակի քաղցրացնելու համար է, սիրելիներ, չեմ ուզում, որ ընտանիքիս անդամները ուտեն ու անհամ բան լինի, ասեն, ես ինչ ես պատրաստել, ուղղակի շատ համեղ է, հատուկ ձեռք եմ բերել տենց բաների համար։ Գետնանուշ ենք շաղ տալիս, գետնանուշն էլ աղի է, արդեն բոված ու աղի վիճակում է, չեն սիրուն առաջ շաղ ենք տալիս ու հալեցրած շոկոլադով է զարդարում ենք։ Եթե լավ հալեցրած եմ, կկարողանամ զարդարել, այսպես սիրուն գծեր ենք անում։ Տեսեք ինչ փափուկ տեսք ունի, հրաշք է։ Տեսեք ինչ փխրուն է, դուք տեսեք ինչ փափուկ, փխրուն, ընտիր։ Ես ինչ համեղ է, գետնանուշով ինչ լինի, ես հավեսով կուտեմ։ Դիրե, սիրելիներ անպայման պատրաստեք, ինձ էլ կհիշեք, հաջողություն բոլորին։